Հիսունի Փաստ Հիսուս Քրիստոսի խաչելության մասին, որոնք շատերը չգիտեն։ Սա երբևէ մարդկանց կողմից հնարված ամենադաժան պատիվն է, և տառապանք տերմինը այստեղ ակտուալ է ինչպես երբեք։ Այս պատիժը նախատեսված էր ամենադաժան և անգութ տղամարդ հանցագործների համար։ Հիսուսի մարմինը մերկացրել էին և նրա հագուստը բաժանել հռոմեական զինվորների մեջ։ Խաչելությունը Հիսուսին երաշխավորում էր սարսափելի դանդաղ և տանջալի մահ։ Հիսուսի ծնկները ծալված էին մոտավորապես 45 աստիճան, և նա ստիպված էր կրել իր մարմնի ծանրությունը ազդրերի մկանների վրա, որը համարվում է անատոմիական սխալ դիրք, որը անհնար է պահել մի քանի րոպե առանց ազդրերի և սրունքների ցնցումների։ Հիսուսի ամբողջ քաշը ընկնում էր իր մեխված ոտնաթաթերի վրա, և քանի որ նրա ոտքի մկանները արագ թուլանում էին, նրա մարմնի ծանրությունը ստիպված տեղափոխվում էր նրա դաստակների և ձեռքերի ու ուսերի վրա։ Հիսուսին խաչը հանելուց մի քանի րոպե հետո նրա ուսերը դուրս ընկան։ Րոպեներ անց դուրս ընկան նաև նրա արմունկներն ու դաստակները։ Այդ փաստը ապացուցվում է նրանով, որ նրա ձեռքերը 23 սանտիմետրով երկար էին սովորականից։ Դա երևում է կտավի վրա արված հետազոտությունների արդյունքում։ Բացի այդ, կատարվել է Սաղմոս 21-ի մարգարեությունը. «Հոսեցի ես ինչպես ջուր, խախտվեցին իմ բոլոր ոսկորները»։ Հիսուսի դաստակների, արմունկների և ուսերի դուրս ընկնելուց հետո նրա մարմինը ձեռքերի միջոցով առաջացրեցին ճնշում կրծքավանդակի վրա։ Դա ստիպեց իր կրծքավանդակին բարձրանալ վերև և առաջ ամենաանբնական ձևով, և նրա կրծքավանդակը միշտ գտնվում էր մաքսիմալ շնչած վիճակում։ Որպեսզի արտաշնչեր, Հիսուսը ստիպված էր հենվել մեխով մեխված ոտքերի վրա, բարձրացնել սեփական մարմինը, որպեսզի կրծքավանդակը իջներ ներքև և մտներ ներս, որպեսզի օդը դուրս գար թոքերից։ Նրա թոքերը հանգիստ վիճակում միշտ գտնվում էին մաքսիմալ խոր շնչած վիճակում։ Խաչելությունը աղետ է բժշկական տեսանկյունից։ Խնդիրը նրանում էր, որ Հիսուսը չէր կարող ազատորեն հենվել ոտքերի վրա, որովհետև նրա ոտքի մկանները ծալված էին 45 աստիճանով, այտվություն և ծայրաստիճան ցավում էին, միշտ գտնվելով ցնցումների մեջ։ Ի տարբերություն խաչելության մասին պատմող բոլոր ֆիլմերի, զոհը չափազանց ակտիվ էր խաչի վրա։ Խաչված զոհը ֆիզիոլոգիապես ստիպված է եղել խաչի վրա մոտ 30 սանտիմետր բարձրանալ և իջնել, որպեսզի շնչեր։ Շնչառության պրոցեսը առաջացնում էր տանջալից ցավեր, խառնված խեղդվելու անասելի վախով։ Քանի որ խաչելությունը շարունակվել է 6 ժամ, Հիսուսը ավելի ու ավելի դժվար էր կարողանում կրել իր մարմնի ծանրությունը ոտքերի վրա, քանի որ նրա ազդրերն ու ոտքի մյուս մկանները թուլանում էին, մեծանում էր նրա դաստակների, արմունկների և ուսերի տեղահանումը, և նրա կրծքավանդակի հետագա բարձրացումը դարձնում էր նրա շնչելը ավելի ու ավելի դժվար։ Եվ խաչելությունից մի քանի րոպե հետո Հիսուսը սկսեց տառապել ուժեղ շնչահեղձությամբ։ Նրա շնչելու համար վերև-ներքև շարժումները խաչի վրա պատճառում էին տանջալից ցավեր նրա ոտնաթաթերին, դուրս ընկած արմունկներին և ուսերին։ Շարժումները դառնում էին ավելի հազվադեպ, քանի որ Հիսուսը աստիճանաբար ուրացպառ էր լինում։ Բայց շնչահեղձությունից առաջացող անխուսափելի մահվան սարսափը ստիպում էր նրան շարունակել ուժ գործադրել շնչելու համար։ Հիսուսի ոտքերի վրա սկսվեցին տանջալից ցնցումներ, սեփական մարմինը բարձրացնելու փորձերի ճնշումներից։ Նրա դաստակների նյարդերի մասնահատման հետևանքով առաջացած ցավը բառացիորեն պայթում էր ամեն մի շարժումից։ Հիսուսն ամբողջությամբ ծածկված էր արյունով և քրտինքով։ Արյունը խարազանման հետևանք էր, որը համարյա սպանել էր նրան,
իսկ քրտինքը նրա արտաշնչել փորձելու հետևանքներ, ինչպես նաև նա լրիվ մերկ էր, իսկ հրեա իշխանավորների ամբոխը նրա կողքին խաչված ավազակը հայհոյում և ծիծաղում էին նրա վրա։ Բացի դա, այդ ամենին հետևում էր Հիսուսի սեփական մայրը։ Պատկերացրեք նրա էմոցիոնալ նվաստացումը։ Ֆիզիկապես Հիսուսի մարմինը կրում էր մահվան տանող խոշտանգումների մի մեծ շարք։ Նրա շնորհիվ, որ Հիսուսը չէր կարողանում պահպանել պատշաճ օդափոխություն թոքերում, նա գտնվում էր արտաքին շնչառական խախտման վիճակում։ Թթվածնի մակարդակը նրա արյան մեջ սկսեց ընկնել, նրա մոտ սկսեց թթվածնային քաղց։ Բացի դա, շնչառական շարժումների սահմանափակման պատճառով արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը սկսեց բարձրանալ։ Այս վիճակը կոչվում է հիպերկրիտիկական։ Ածխաթթու գազի մակարդակի բարձրացումը ստիպեց նրա սրտին բաբախել ավելի արագ, որպեսզի մեծացնի թթվածնի մատակարարումը և հեռացնի ածխաթթու գազը։ Հիսուսի ուղեղի շնչառական կենտրոնը սկսեց հրատապ ուղերձներ հղել դեպի նրա թոքերը, որպեսզի նրանք ավելի արագ շնչեն։ Նա սկսեց շնչել ավելի դժվար, ցնցումներով խռացնել։ Հիսուսի ֆիզիոլոգիական ռեֆլեքսները պահանջում էին ավելի խորը շնչառություն, և նա ակամա շարժվում էր վերև և ներքև խաչի վրա ավելի արագ, չնայելով տանջալից ցավերին։ Տանջալից շարժումները ինքնաբուխ սկսեցին դառնալ րոպեում մի քանի անգամ, իր ուրախություն ամբոխի, որը ծաղրում էր նրան հռոմեական զինվորների և տիրակույտի հետ միասին։ Բայց ես որդի եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախածինք եմ և անարգանք ժողովուրդներին։ Բոլոր ինչ տեսնողները արհամարհում էին ինձ, խոսում շրթունքներով և շարժում գլուխներ իրենց ասելով. «Հույսը դրել է Տիրոջ վրա, թե թող փրկի և ազատի նրան, եթե սիրում է նրան»։ Այնուամենայնիվ, խաչին մեխված լինելու և գերհոգնածության պատճառով նա այլևս անկարող էր իր մարմինը թթվածնով ապահովել։ Թթվածնային քաղցը և ածխաթթու գազի կուտակումը ստիպում էին նրա սրտին բաբախել ավելի ու ավելի արագ։ Հիմա նրա մոտ սկսվեց հաճախասրտություն։ Հիսուսի սիրտը սկսեց բաբախել ավելի ու ավելի արագ, և նրա սրտի աշխատանքը մոտավորապես հասավ 220 զարկ րոպեում։ Հիսուսը ոչինչ չէր խմել 15 ժամ շարունակ, սկսած նախորդ օրվա երեկոյան 6-ից։ Հիշեցնենք, որ նա գրեթե մահվան աստիճան խարազանվել էր։ Նրա ամբողջ մարմինը արնահոսում էր։ Խարազանման, շեպսակի, ձեռքերի և ոտնացածի մեխված մեխերի, ինչպես նաև բազմաթիվ բացված բերքերի պատճառով, որոնք ստացել էր ծեծվելու և ընկնելու հետևանքով։ Հիսուսն արդեն շատ ջրազրկված էր։ Նրա արյան ճնշումը հասել էր մինիմումի։ Նրա զարկերակային ճնշումը հավանաբար 80-50 էր։ Նա առաջին կարգի շոկի մեջ էր՝ հիպովոլեմիայով, տախիկարդիայով, տախիպնոեով և հիպերհիդրոզով։ Կեսօրից հետո Հիսուսի սիրտը հավանաբար սկսեց վատ աշխատել։ Հիսուսի թոքերը հավանաբար սկսեցին լցվել թոքային այտոցով։ Սա միայն խորացրեց նրա շնչառական խնդիրները, որն արդեն իսկ շատ բարդ էր։ Հիսուսը զգում էր սրտային և շնչառական անբավարարություն։ Հիսուսն ասաց. «Ծարավ եմ», որովհետև նրա մարմինը ճչում էր հեղուկի մասին։ Զորությունն իմ չորացավ խեցու նման, լեզուս կպավ քիմքիս և ինձ իջեցրին մահվան հողի մեջ։ Հիսուսին հուսահատորեն հարկավոր էր արյան և պլազմայի ներերակային ներարկումներ իր կյանքը փրկելու համար։ Հիսուսը չէր կարողանում ինչպես հակն է շնչել և դանդաղ շնչահեղձ էր լինում։ Այդ պահին Հիսուսի մոտ հավանաբար սկսեց զարգանալ արյան շրջանառության խանգարում։
Նրա սրտի շրջակայքում հավաքվել էր պլազմա և այլն, և այս երևույթը կոչվում է պերիկարդ։ Նրա սրտի շուրջ հավաքված հեղուկը առաջացրեց սրտի տամպոնադա, որը խանգարում էր Հիսուսի սրտին ճիշտ բաբախել։ Սրտի ֆիզիոլոգիական կարիքների աճի և հեմոպերիկարդիումի պատճառով Հիսուսը հավանաբար վերջում ստացել է նաև սրտի կաթված։ Նրա սիրտը բառից բուն իմաստով տրաքել է, և ամենայն հավանականությամբ դա էլ եղել է նրա մահվան պատճառը։ Մահվան պրոցեսը դանդաղեցնելու համար զինվորները խաչի վրա տեղադրել են մի փոքրիկ փայտե պատյան, որը թույլ կտար Հիսուսին ավելի երկար կրել սեփական մարմնի ծանրությունը խաչի վրա։ Դրա արդյունքն այն էր, որ խաչի վրա մարդիկ կարող էին մահանալ մինչև 9 օր։ Երբ հռոմեացիները ցանկանում էին մահն արագացնել, նրանք պարզապես կոտրում էին զոհերի ծնկները, ստիպելով նրանց շնչահեղձ լինել մի քանի րոպեների ընթացքում։ Ցերեկվա ժամը 3-ին Հիսուսն ասաց. «Կատարվեց»։ Այդ պահին նա արձակեց իր հոգին ու մահացավ։ Երբ զինվորները եկան Հիսուսի մոտ, որպեսզի կոտրեն նրա ոտքերը, նա արդեն մահացած էր։ Նրա մարմնի ոչ մի մասը կոտրված չէր, որպեսզի կատարվեր մարգարեությունը։ Հիսուսը մահացավ 6 ժամվա ընթացքում, երբևէ հնարված ամենացավոտ և սարսափելի տանջանքներից հետո։ Նա մահացավ, որպեսզի իմ և ձեր նման հասարակ մարդիկ կարողանան գնալ երկինք։ Ահա այսպիսի անմարդկային տանջանքներ կրեց մեր Տերը մեր փրկության համար։ Ապաշխարեք։